Բոլորիդ բարի օր, շնորհավորում եմ, ես գտնում եմ, որ անպայման պետք է մի հատ սյուժե նկարեմ, այսօր իմ լավ ընկերների հետ եկա հրապարակ եւ մենք ձեզ հետ միասին կուրախանանք, մենք տեսնում ենք ինչքան նոր զենք ա արել Հայաստանը եւ ինչքան մեծ աշխատանք ա արել կառավարությունը, կոնկրետ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բոլորը նորից ու նորից պետք է մտածեք դրա մասին, որ այս ամենը եւ ավելի շատ մենք կունենայինք, եթե մենք չթալանեինք մեր երկիրը եւ այն մարդիկ, ովքեր Ղարաբաղի բանակում եւ Հայաստանի բանակում մեր գումարները գողանում են, թող հիմա տենան ինչ ա լինում, երբ մեր վարչապետը չի գողանում գումար, ինչեր ենք մենք կարողանում առնենք, ստեղծենք եւ կառուցենք, երբ մենք չենք գողանում, երբ մենք ստեղծում ենք։ Եվ այո, մենք ստեղծում ենք եւ կառուցում եք վերջի 8 տարին։ Միակ մարդը վերջի 35 տարվա ընթացքում ով ստեղծում է եւ կառուցում է, դա մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր 35 տարի թալանել են մեր երկիրը, այն մարդիկ, ովքեր կաշառքներ են վերցրել, իրանց համար դղյակներ են սարքել, դուք արել եք ամեն ինչ, որ մեզ բանակ չի լինի։ Եվ փառք Աստծո, վերջի 8 տարին մենք ձեզ, այսպես ասած, զրոյացրել եք, թույլ չեք տալիս, որ դուք թալանեք, թե Ղարաբաղցիների մեծ մասը ոնց թալանում էր Հայաստանը, թե մեր սփյուռքահայերը, եկեք մենք լինենք ազնիվ եւ ասենք, որ Ռուսաստանում 35 տարի, թե Կրասնոդարի, թե Ստավրոպոլի, թե Մոսկվայի հայերը, ովքեր փող են հավաքում, թալանում են Հայաստանը եւ թալանում են մեր բանակը։ Ձեր պատճառով այս ամենը մենք չենք ունեցել։ Դուք Ռուսաստանում նստած Հայաստանի անվան տակ, Ղարաբաղցիների անվան տակ ձեր գրպանն եք լցնում։ Այսօր նայեք ինչի ենք մենք հասել առանց ձեր գողությանը, առանց ձեր մասնակցությանը, հա, եւ նաեւ այն բլոգերները, ովքեր սիրում են Սփյուռքում քննադատել մեզ լրագրողներին ստեղ Հայաստանում, ես 8 տարի հարկեր եմ մուծում, 8 տարի, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպեսզի մեր բանակը կարողանա սա ստեղծի ու մենք կարողանանք սա, հա, ունենանք մեր բանակում։ Դուք երբ նստում եք Սփյուռքում եւ ոչ մի ձևի չեք մասնակցում Հայաստանի կյանքում, մի կոպեկ ինձ նման չեք հարկ մուծում եւ քննադատում եք մեզ, դուք մտածեք ով եք դուք, ինչ իրավունք ունեք ընդհանրապես Սփյուռքում, ինչ որ քննադատությունների խոսքեր գրել կամ էլ ինչ որ մեկին վիրավորել, հա, եկեք մեզ նման հարկեր մուծեք, ուժեղացրեք Հայաստանը, եկեք մեզ նման, հա, ստեղ ապրեք 24 ժամ օրվա ընթացքում եւ մասնակցեք եւ մենք միտեղ Հայաստանը կարանք կառուցենք եւ ուժեղացնենք։ Նորից ու նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այս 8 տարում այս ամենը ստեղծել է, ստեղծում է, կառուցում է եւ թող Սեյրան Օգանյանը, ով դղյակ ունի, հա, թալանել է մեր բանակը, թող ուռոց Սեյրան Օգանյանը նայի ինչ ենք անում մենք, երբ մեզ չունենք բանակում Սեյրան Օգանյան։ Թող նույն Սամվել Բաբայանը եւ Օգանովսկին, ովքեր խորխորունին գլուխը կերել են եւ ոչ մի բան չեն արել այս բանակի համար, թող մի հատ մտածեն ինչ ա լինում բանակի հետ, երբ մեր բանակի գեներալները ոչ թե խորխորունին մտածում են ոնց սպանեն, այլ մտածում են ոնց բանակ ստեղծեն։ Թող մտածեն դրա մասին, ովքեր թալանել են Ղարաբաղում Հայաստանի գումարները, ինչից եք դուք զրկել Հայաստանը, որ 35 տարի Ղարաբաղը դարել է մի հատ աղետ, հա, թալանչի։ Եվ եթե Ղարաբաղցիները այսքան չթալանեին Հայաստանը, մենք այս ամենը շուտվանից կունենայինք։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր իմ հետևորդներին եւ եկեք ուշադիր նայեք ինչ է լինելու այսօր հրապարակում։